Ինտենսիվ այգեգործության զարգացման պետական ծրագրում փոփոխություններ կիրականացվեն։ Այդ մասին կառավարության հերթական նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նպատակը մեղմացնել պտուղ բանջարեղեն արտահանողների համար սահմանափակումների պատճառով առաջացած խնդիրները։ Նախագծով առաջարկվում է, որ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թվականը իրականացված մոնիտորինգի արդյունքների հիման վրա այգեհյունում իրականացրած այն շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է արդեն իսկ կամ կլրանա 2027 թվականի հուլիսի 31-ը մինչև ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը երկարաձգվի 1 տարի ժամկետով եւ տրամադրվի 1 տարի ժամկետով վարկի մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ։ Նախորդ նիստին աջակցության նմանատիպ ծրագիր է ընդունվել նաև ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար։ Ներկայացվել են նաև հայկական արտադրանքի արտահանման ինչպես նոր, այնպես էլ ավանդական ուղղությունները։ Այս նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ Կենտրոնական Ասիան նշել եւ արաբական երկրներ, ասենք օրինակ Իրաքը։ Չեմ կարող թաքցնել եւ իմաստել չունի առանձին ուղղություններով, քանի որ նոր են այդ շուկաները եւ կոնտակտները, լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց այդ ամբողջը նայում ենք, կառավարում ենք, փորձում ենք օգնել նաեւ բիզնեսներին եւ բիզնեսների ծանոթացնել։ Հայաստանում UEFA-ի չափանիշներով 10,000 հանդիսատեսի համար մարզադաշտ կկառուցվի։ 2029 թվականին մեր երկրում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը հարևան Վրաստանի հետ համատեղ։ FIFA-ի հիմնական պայմաններից է UEFA-ի 4-րդ աստիճանի մարզադաշտ ունենալը։ Ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ընթացքի մասին զեկուցեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս ուղղությամբ աշխատանքները կառավարությունը մեկնարկել է դեռևս նախորդ տարի նախապատրաստվելով հայտին եւ նաեւ նախապատրաստվելով այս սցենարով իրադարձությունների զարգացմանը ու պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ Վանաձորում մարզադաշտի վերակառուցման համար նախագծման գործընթացը մեկնարկել ենք, նախատեսում ենք, որ առաջիկա 1-2 ամսվա մեջ կունենանք արդեն պատրաստ նախագիծը, որով էլ կմեկնարկենք բուն վերակառուցման աշխատանքները եւ այսօրվա որոշմամբ էլ մեկնարկում ենք նաեւ Իջևանում նման ուրեմն ստանդարտի մարզադաշտի նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերման գործընթացը։ Աշխատանքի իրականացումը վստահվել է ոլորտում միջազգային փորձ ունեցող կազմակերպությանը։ Բուն աշխատանքների փուլին վերաբերող նախագծերը առաջիկայում կներկայացվեն կառավարության քննարկմանը։ Ընդհանուր առմամբ առաջնության շրջանակում Հայաստանում կանցկացվի 26 խաղ, որոնցից 9 Վանաձորում եւ Իջևանում, 16-ը Երևանում։ Մենք այս ընթացքում անհրաժեշտ խորհրդատվությունը ստանում ենք նաև UEFA-ից կիրառվող տեխնոլոգիաների դրանց համապատասխանության վերաբերյալ եւ շարունակելու ենք այս խորհրդատվությամբ ուղեկցել process-ը, որպեսզի կարողանանք նաև անհրաժեշտ գիտելիքն ու կոմպետենցիան ունենալ առաջարկները գնահատելու համար։ Այս որոշման իրականացման համար մենք նաև պետական բյուջեում առաջարկում ենք վերաբաշխում 177 միլիոն 828 հազար դրամի չափով, որը կուղղվի նախագծանախահաշվային աշխատանքներին, ինչպես նշեցի, սրան կհաջորդեն արդեն շինարարության փուլի հետ կապված որոշումները։ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում եւս փոփոխություններ կիրականացվեն։ Առաջարկվում է Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների միասնական համակարգներ դնել։ Հայաստանի Հանրապետությունում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների գրանցման եւ վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, չմարքսազերծված եւ կեղծ կոդերով բջջային սարքերի շրջանառություն, հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում եւ որ ոչ պակաս կարեւոր է անձնական տվյալների պաշտպանության թերություններ, ինչպես նաեւ կիբեր եւ ֆիզիկական անվտանգության ռիսկեր է առաջացնում։ Ռիսկերի գնահատումն ու չեզոքացումը հանգեցրեց համապարփակ կարգավորման ներդրմանը։ Ունենալ միասնական պետական համակարգ, սահմանել շարժական բջջային կապի ցանցի օպերատորների կողմից ծառայություններ մատուցելիս նույնականացման պարտադիր պահանջ։ Այդպիսով հնարավոր կլինի վերահսկել մեր երկիր ոչ օրինական ճանապարհով ներմուծվող բջջային հեռախոսների հոսքը։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։